Իրան-Իսրայել արդեն շուրջ 1 շաբաթ շարունակվող հակամարտությունը նավթի գների մոտ 10% աճի է հանգեցրել եւ անորոշություններ ստեղծել մատակարարումների շղթայում։ Ամենածայրահեղ դեպքերում Deutsche Bank-ի վերլուծաբանների գնահատմամբ նավթի 1 բարելի գինը, որ այսօր $75 սահմաններում է, կարող է հասնել ավելի քան $120։ Կան նաեւ սցենարներ, որոնց պարագայում կարող է նվազել մինչեւ $50։ Իսկ Goldman Sachs-ի վերլուծաբանները մոդելավորել են մի սցենար, որի համաձայն Brent տեսակի նավթի գինը կբարձրանա մինչեւ $90 1 բարելի դիմաց իրանական արտադրության կորստից հետո, բայց 2026 թվականին կնվազի մինչև $60 1 բարելի դիմաց մատակարարման վերականգնման հետ մեկտեղ։ Էներգակիրների գների վրա էական ազդեցություն կունենա, եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը։ Նույն նավթի շրջանառության շուրջ 20% եւ հեղուգազի 30%-ը տեղի ունենում այդ նեղուցի միջոցով, եւ այս նեղուցի փակում արդեն իսկ լուրջ ազդեցություն կունենա համաշխարհային թե նավթի, թե հեղուգազի գների վրա։ Այս պահին, քանի որ տատանում չենք նկատում կտրուկ, նշանակում է Հորմուզի նեղուցը դեռևս բաց է, չնայած իրարամեջ հայտարարություններ հնչեցին, ասենք տարբեր լրատվամիջոցներով, փաստը բացի դրանից նշեմ, որ այսինքն ռիսկը փակելու այդքան մեծ չի գնահատվում, համենայնիվս այս պահին, որովհետև նույն Իրանը այդ Հորմուզի նեղուցի միջոցով է արտահանում դեպի Չինաստանի հիմնական նավթի պաշարներ։ Աշխարհաքաղաքական ռիսկերն առարկայանում են, արձանագրում են փորձագետները։ Քանի դեռ հակամարտությունն ակտիվ փուլում է, դժվար է գնահատել ամբողջական ազդեցությունը։ Բուն վառելիքի գների աճից զատ այլ ազդեցություններ եւս նկատվել են։ Ներկայումս արդեն իսկ փոխադրողները բեռնափոխադրման ծախսերն են նշանակալիորեն բարձրացնում, քանի որ իրենք իրապես բախվում են այդ բեռները փոխադրելու հնարավոր ռիսկերի, որոնք կարող են առարկայանալ։ Սա բերում է բեռնափոխադրման ծախսերի ավելացման։ Մյուս կողմից ավելանում են նաև ապահովագրական ծախսեր, քանի որ այդ բեռները կարող են բախվել նաև տեղ հասնելու ռիսկի, հետևաբար նաև սա բերում է նրան, որ այդ ապահովագրական ծախսերն են նշանակալիորեն աճում են։ Ֆիչ միջազգային գործակալության ենթադրությունն է, որ Իսրայելի եւ Իրանի միջև մարտական գործողությունները կմնան զսպված եւ չեն տևի մի քանի շաբաթից ավելի։ Իրանը նավթ արտահանող երկրների կազմակերպության 3-րդ խոշորագույն արտադրողն է, օրական արդյունահանելով մոտ 3.3 միլիոն բարել հում նավթ։ Իրանի արտադրության կամ արտահանման ենթակառուցվածքների էական խափանումները կբարձրացնեն գների վերաճնշումը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ իրանական բոլոր արտահանումները չլինեն, դրանք կարող են փոխարինվել OPEC+-ի արտադրողների պահեստային հզորությամբ, որը կազմում է օրական մոտ 5.7 միլիոն բարել։ 2024-ի տվյալով Հայաստան-Իրան արտաքին առևտուրը ավելի քան $737 միլիոն է եղել, կամ մեր ընդհանուր արտաքին առևտրի 2.4%-ը։ Հայաստանը դեռևս հակամարտության բուն ազդեցություններն իր վրա չի զգացել, սակայն մի շարք ուղղություններով կարող են խնդիրներ առաջանալ, կարծում է տնտեսագետը, եւ որպես օրինակ բերում դեպի Իրաք Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման լոգիստիկ խափանման հնարավորությունը։ Կոնկրետ Հայաստանի վրա բացի այն, այսինքն Իրանի հետ առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներից, որոնք կառաջանան այս հակամարտության ձգձգման արդյունքում, նաև փաստացի միջազգային համաշխարհային շուկաներում էներգակիրների գների կտրուկ տատանումը կարող է ազդել նաև Հայաստանի գնաճի վրա, քանի որ մենք հիմնականում, գիտենք, էներգակիրներ ներկրում ենք եւ դրանց բարձրացումը իր հետ ինքնաբերաբար նաև կբերի այլ ապրանքների թանկացում, ինչը բավական դժվարացնի դրամավարկային քաղաքականություն, այսպես քաղաքականություն խնդիրները եւ նաեւ փաստացի տնտեսական աճի վրա կանրադառնանք։ Նարինե Պետրոսյանը հիշում է, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբում էլ միջազգային կառույցներն ու փորձագետները բացասական սպասումներ ունեին, սակայն հակառակ պրոցեսը տեղի ունեցավ։ Հիմա ներկայումս երբ մենք գործ ունենք Իրան-Իսրայել բախման հետ, ապա այս ազդեցությունը միգուցե նաեւ հաջորդող ժամանակաշրջանում ինչ որ չափով ռիսկեր ստեղծի մեր տնտեսության համար, բայց կարող է նաեւ դրական հետևանքներ ունենալ մոտավորապես նույնատիպ սխեմայով, ինչպիսին ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում էր։ Դարձյալ մենք միգուցե նաև ունենանք եւ արդեն իսկ նկատելի են Իրանից քաղաքացիների ներհոսքի միտումներ դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչը առնվազն ծառայությունների առևտրի տեսանկյունից կարող է որոշակի աշխուժացում մտցնել։ Որքան կտևի հակամարտությունը։ Սա է գլխավոր հարցը, թե միջազգային, թե տեղական փորձագետների գնահատմամբ։ Նիկոլայ Ավետիսյան, Էդգար Դավթյան, լուրեր։